Բարի օր, այսօր կխոսենք ամենապահանջված եւ շատ քննարկվող վիտամին D-ի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք կլինիկական դեղակետ Նարեկ Վարժապետյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Անի ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն ձեզ։ Որքանով է օրգանիզմի համար կարևոր վիտամին D-ն։ Վիտամին D շատ կարևոր է օրգանիզմի համար եւ մենք ասում ենք վիտամին, նախկինում կարծում ենք, որ ինքը բարձրապես մենակ վիտամին է, բայց վերջին տարիներում հետազոտությունները ցույց են տվել, որ ինքը ոչ թե մենակ վիտամին է, այլ կարևոր կենսանյութ, կարևոր, այսպես ասած, նախահորմոն են անվանագոչում իրեն եւ շատ մեծ ֆունկցիաներ ունի մարմնի համար։ Առօրյայում դեղաքանակ կա հստակ, որ կարող են օգտագործել, այսինքն դեղաչափ։ Այս հարցին պատասխանը շատ ընդլայնված ձևով կարող եմ պատասխանել, բայց սկզբնական առաջին հերթում գոյություն ունի, այսպես ասած, մինիմալ օրեգան պահանջարկը բավարարեցնող վիտամին D-ի քանակ մարդու օրգանիզմի։ Սկսած նորածինի երկրորդ կամ երրորդ օրվանից սկսած, հասած մինչև կյանքի վերջը։ Եվ այդ չափանիշները նորածինների մինչև մի տարեկան 400 միջազգային միավոր կոչվում է, մի տարեկանից մինչև 70 տարեկան 600 միջազգային միավոր, ավելի մեծահասակները 70-ից բարձր 800 միջազգային միավոր։ Այս միջազգային միավորը ասքանակը կախված է մինիմալ պահանջարկը բավարարեցնելու համար։ Անշուշտ մենք թեղաչափերի հետ կապված ավելի մանրամասն կխոսենք, գոյություն ունի այդտեղ բարձրակույն թեղաչափը որպես կանխարգելագիչ, որ մենք կարող ենք ընդունել, իսկ բացի դրանից, եթե արդեն վիտամին D-ի պակաս կա հաստատված արյան անալիզով, այդ դեպքում արդեն գոյություն ունի բուժական թեղաչափերով վիտամին D-ի ընդունելը։ Այսինքն ձեր նշած չափաքանակը 800-ից երևի 2000 մինչև միլիգրամ կարող են օգտագործել առանց բժշկի դիմելու եւ անալիզ հանձնելու։ Կարամ ասել այո, բայց ոչ մշտական աչքփակ, այսպես ասած, եւ դարիներով։ Այսինքն մենք այստեղ խոսում ենք ընդհանրապես չափանիշը խոսում է մինչև մեծահասակների մասին է խոսքը, այսինքն ոչ երեխաների, մինչև 4000 միջազգային միավոր օրական, որը մաքսիմալ թեղաչափն է միավորների, որը կարող է մեկը ընդունի, եթե արյան անալիզ չի անցկացված, բայց ոչ երկարաժամկետ, այսինքն ոչ 3 ամիս եւ ավել։ Այստեղ մենք երբ խոսացինք ուրեմն այդ բարդաթիր մինիմալ քանակները, որ մարդու օրգանիզմը գարիք ունի, ընդհանուր առմամբ վիտամին D-ն ուլտրավայոլետ ջարակայթների, արևի ջարակայթների միջոցով մաշկը ներթափանցում եւ անցնում է երկու մետաբոլիկ ուղիներով լիարդ եւ երիգամ, հետո անցնում է իր ակտիվ ցևին եւ կատարում է իր ֆունկցիաները։ Այստեղ անշուշտ գոյությունի գարկմը կոֆակտորներ, հանգամանքներ, ինչպիսին են վիտամին K2-ը, ինչպիսին են մագնիզիումը, ինչպիսին են ցինկը, ինչպիսին են աղիքային միկրոֆլորան, բայց այս իմ ասածները չի նշանակում, որ մենք վիտամին D-ի հետ զուգահեռ անպայման պետք է սապլեմենտները ընդունենք։ Բավարար է, որ մենք ապահովված լինենք սնունդի միջոցով այս բոլոր կոֆակտորները, էլեմենտները։ Եթե արդեն խախտում գա եւ բժշկական հսկողությամբ տեսնվի, որ խնդիրը գա, արդեն մենք կգնանք թեղաբուժության կամ սապլեմենտար կոֆակտորների ներմուծման։ Այսինքն անալիզ հանձնելիս ոչ միայն վիտամին D-ի համար պետք է լինի, այլև օրինակ մագնեզիում, կալցիում, հա, որպեսզի վերջնական որոշում կայացնեն։ Կարելի է հանձնել, կարելի է չի հանձնել, արդեն այդ դեպքում անշուշտ խոսքը ոչ վիտամին D-ի մասին է։ Վիտամին D-ի անալիզը բարդաթիր հենց նեղմասնակետ, էնդոկրինոլոգ կամ ուրիշ մյուս նեղմասնակետները, որոնք առնչվում են վիտամին D-ի պակասի հետ առնչված հիվանդությունների հետ։ Այդ դեպքում վիտամին D-ի անալիզը եղավ եւ տեսավ պակասը կա, տվյալ նեղմասնակետը։ Այդ դեպքում ինքը կորոշի հավելյալ պետք է որևէ կալցիումի, մագնիզիումի կամ ուրիշ միկրոէլեմենտի կամ աղիքային միկրոֆլորայի համար հենց թեստերը կամ անալիզները անցկացնի կամ ոչ։ Եվ միշտ ես հորդորում եմ իմ
պացիենտներին, իմ փուժարուներին, որ առանց բժշկական հսկողությամբ թերապուժական թեղաչափերով վիտամիններ կամ սապլեմենտներ չընդունեն կամ նույնիսկ կանխարգելագիչ միջոցները, կանխարգելագիչ սապլեմենտ կոչված թեղաչափերով երկար ժամանակ առանց հսկողության կամ առանց մասնակետի թեղակետի, թեղակորձի խորհրդատվությամբ չի ընդունեն ինքնաբուժությամբ չսպահվեն ավելի ճիշտ է։ Մեծահասակների եւ փոքրերի դեպքում անալիզի արդյունքներից ելնելով երբ են նշանակում վիտամին D, նորման որն է։ Նայեք, այստեղ անալիզի մասով եթե խոսենք, գոյություն ունի չափման միավորի համաշխարհային առումով երկու միավորներ։ Մեկը նանոգրամ միլիլիտրի մեջը, մյուսը նանոմոլ լիտրի մեջը։ Ընդհանրապես Հայաստանում ամենաշատ տարածվածը առաջինն է, հենց նանոգրամ միլիլիտրի մեջ եւ այդտեղ ուրեմն գոյություն ունի ըստ լաբորատորիայի իրենք ցուցանիշները դնում են դեֆիցիտը, անբավարար, բավարար, հիպերվիտամինոզ եւ օպտիմալ։ Ամեն դեպքում ամենաօպտիմալը հենց որ օպտիմալ է նշանակվում մոդավոր 30-ից 50 նանոգրամ միլիլիտրի մեջը օպտիմալին հասցնելն է։ Այդ դեպքում ճիշտ է դրանից ներքև կամ ընդհանրապես նորմալ ռեյնջի մեջ կլինի, բայց որպես իր ֆունկցիան ավելի բարելավ ձևով կդարի վիտամին D իմունային համագարքի կանխարգելիչ միջոց, որպես սիրտանոթային համագարքի վահանացև կեղծեի սուպորտիվ որպես վիտամին, այդ դեպքում այդ օպտիմալներին հասնելն է։ Իսկ ընդհանրապես երեխաների մոտ ոնց ասեցինք երկրորդ կամ երրորդ օրվանից բարդաթիր է սկսել վիտամին D-ի 400 միջազգային միավորը ընդունել եւ շատ քիչ դեպքեր ալինում, որ մանկապուժը դվյալ բահին կգասկածի վիտամին D-ի բագասից եւ թեստի հիման վրա վիտամին D-ի թերապուժական թեղաչափեր կնշանակի։ Երեխաներին եթե տան ծնողները, այսինքն 1 ամիս կամ 2 ամիս։ Մի քիչ դարբեր է կոնցեպտը, եթե 400-ով ենք խոսում, 400 մինչև 1 տարեկան կարող են շատ հանգիստ ձևով դրվի։ Եթե ուրիշ արգելք չկա, այսինքն դվյալ երեխայի մոտ խնդիրներ, որը մանկապուժը արդեն կարող է ասել։ Չէ՞ թե հանգիստ կարող է մինչև 1 տարեկան 400 միջազգային միավոր դալ, 1 տարեկանից մինչև արդեն զարգացումը չափահասության 600-ը կարելի է դալ։ Ինչ բարբերականությամբ։ Օրական։ 1 տարի ամեն օր։ Այո, մշտական կարելի է դալ։ Նամանավանդ մինչև 6 ամսական, որը այսպես ասած շագերտավոր հագացուցված է արևի ենթարկվելը, դրա համար արդեն միակ սորսը կլինի վիտամին D-ի էտներ ընդունման գաթիլները կամ ուրիշ տեղացևերով վիտամին D-ն։ Դրանից հետո էլ արդեն մենք ընդհանրապես խնդիր ունենք Հայաստանի իր աշխարհագրական թիրքավորումով, որ 365 օր մենք չենք բավարարում այդ արևայրուկը, որբիսի ultraviolet ջարակայթների ներքո ներծծում լինի մաշկի հատվածում եւ անցնի լիարդով երիկամով եւ ակտիվ վիտամին D ստանանք։ Վերջերս հոդվածներ եմ կարդում, որտեղ նշվում է, որ վիտամին D-ն պետք է օգտագործել մագնեզիումի եւ այլ վիտամինների հետ, կալցիումի օրինակ, այդպես է։ Բարդաթիր չէ, վիտամին D-ի աստման համար բարելավված ազդեցություն ունենալու համար նամանավանդ իր հավելյալ այս վերջերս հայտնաբերված արդյունավետության համար գոյություն ունի կոֆակտորներ զուգահեռ, ուրեմն վիտամին K2-ը գոյություն ունի մագնեզիումը, գոյություն ունի ցինկը, հետո նորմալ աղիքային միկրոֆլորան, իդեպ ասեմ վերջերս ուսումնասիրություններ կար Շվեդիայում, որը լրիվ դեռ հաստատված չի, բայց լավ ընթացք է գտել, որ նույնիսկ վիտամին D-ն կարող է հենց աղիքային միկրոֆլորաների ինչ որ բարենպաստ պայմաններում մագնեզիումի արգայությամբ ինչ որ սինթեզվի հենց աղիքային միկրոֆլորայի պայմաններում, բայց թերևս լրիվ հաստատված չի, որտեղ մենք գիտենք վիտամին D ներմուծվելով կամ մաշկի արև այրուկի միջոցով։ Բայց ասի մեզի այսպես ասած հինտ կդա, մեզի նախա պայմանը կդա, որ մենք բարենպաստ պայմանը ստեղծենք աղիքային նորմալ միկրոֆլորա
նորից եմ ասում, աղիքային նորմալ միկրոֆլորա ստեղծենք, ոչ թե մենք ստանանք պրոբիոտիկ թեղացևեր։ Դառնանք ձեր բուն հարցումին, որը էլի առնչություն ունի այս բանին հետ, եթե մագնեզիում գարիկը չի գա, մենք նորմալ քանակներով նորմալ չափերով մագնեզիում բարունագող սնունդ ենք ստանում, վիտամին K2 բարունագող սնունդ ենք ստանում, ինչ որ չափով, որը մի քիչ դժվար է իրականացնել, որտեղ վիտամին K-ի բանջարը բավարարեցնող միակ սնունդը 100%-ով մի հատ ճապոնական տրադիցիոնալ սնունդ է, որը ֆերմենտացված սոյան է, նատո է ասվում, նատո, եթե չեմ սխալվում ճիշտ անուն իրեն ճապոներենով, եւ ինքը գաբահովի։ Բայց եթե այդքանով չէ, մենք ունենք մեր ձվի թեղնուցը, մենք ունենք մեր թեղին բանիրները, ֆերմենտացված բանիրները, յուղալի գատնամթերքները, այս դեպքում արդեն մենք ինչ որ չափով բավարարեցնում ենք եւ դարվա ընթացքում ընդհանուր առմամբ եթե բավարար ձևով կարծում եմ այդքան գարիկը չենք ունենա։ Բայց այստեղ շատ մի հատ մեծ միֆ կա երկու գոմանի, մեկը ասում է, որ վիտամին D-ն, եթե վիտամին K2-ի հետ անպայման չստանանք, ուրեմն կատաստրոֆա է, այսպես ասած, դրա մեջ ենք մտնում, անշուշտ էդի ճիշտ չի, ոնց ասեցի ես, կոֆակտորներից մեկն է, որ լավ բարենպաստ ձևով մանավանդ գնա իր ոսկրային հյուսվածքներում գնա եւ չագերդավոր, այսպես ասած, ժողովրդական չի գնա, անոթների վրա չի նստի։ Վիտամին K2-ը կարող ենք ինչ-որ ոչ երկար ժամանակով, նամանավանդ ցածր թեղաչափերով, այսինքն 75-ից 100 միկրոգրամ օրական, եթե ընդունենք, բայց ոչ 6 ամիսից ավելի հետևողական, այսինքն այդ չի նկատվել որևէ վիտամին K2-ի կերդոզավորում կամ գուտակում։ Դրա համար կարելի է, բայց այդ հանգամանքը, որ անպայման պետք է խմենք, չէ, արդեն ադի հերկված է։ Էնդոկրինոլոգները խորհուրդ են տալիս հատկապես նրանք, ովքեր 50 տարեկանից բարձր են, օգտագործեն վիտամին D-ն, բայց կալցիումի հետ։ Ճիշտ է։ Այո, շատ ճիշտ է, այստեղ բայց եկեք կալցիումը նշեմ։ Կալցիումի համար էդի արդեն կախված է այդտեղ գոյություն ունի հարվանացև կեղծը, օստեոպորոզի կանխարգելումը կալցիումի եւ կալցիումի ներծծման համար շատ կարեւոր հանգամանքներից մեկն է վիտամին D արգայությունը եւ կան շատ թեղացևեր, որոնք բարունակում են զուգակցված կալցիում եւ վիտամին D։ Այս դեպքում ընդհանրապես այս եղած քանակները, թեղաչափերը վիտամին D-ն բավարարում է մենակ այդ կալցիումի ընդհանրապես ասում եմ կալցիումի ներծծումը։ Չի հանդիսանում հավելյալ այդ մեր վիտամին D-ն, եթե օրինակի համար մենք պիտի ընդունենք հավելյալ մինչև ասեցինք չէ 4000 միջազգային միավորը գարտ ժամանակահատվածում ընդունելի է։ Կամ եթե օրինակի համար ինչ որ արյան անալիզ են արել եւ արդեն դեֆիցիտ կա, կամ նորմալ ռեյնջի, նորմալ սահմանի ներքևի հատվածում է եւ նեղ մասնակետը, շեշտում եմ, նեղ մասնակետը էնդոկրինոլոգը, սրտապանը տեսնում է, որ պետք է վիտամին D-ի replacement արվի, այսինքն մենք բագասը ներմուծենք։ Այդ դեպքում արդեն հավելյալ վիտամին D-ի կարիք ունի։ Այսինքն դվյալ բահին վիտամին D պլյուս ուրիշ տեղացե, որը վիտամին D եւ կալցիում կա մեջը։ Այսինքն այս դեպքում վիտամին D-ն օգնում է կալցիումի ներծծմանը, ոչ թե հակառակը։ Այո, միանշանակ վիտամին D-ն կալցիումի օգնականն է այս դեպքում։ Այո։ Վիտամին D-ի օգնականները, ոնց ասեցի, վիտամին K2-ը, մագնիզիումը, ցինկը եւ ամենակարևորը ջարբային միջավայրը։ Ջարբային միջավայր, այսինքն ջարբ պարունագող սնունդ։ Այստեղ ջարբ պարունագող մենք խոսում ենք առողջ ջարբերի մասին, անշուշտ առողջ ջարբերի մասին հիմնականը չհագեցած ջարբերը, բարունագող օրինակի համար ամենակակատնագետը օմեգա բարունագող կամ ցիտաբդուղի յուղ բարունագող եւ ինչի՞ չէ հագեցած ջարբերից ոչ շատ քերազանցող կամ չարաշահվող քանակներ հագեցած ջարբեր բարունագող, բայց ոչ տրանս ջարբերը։ Այսինքն այստեղ ես խոսում եմ ձվի թեղնուցը, որը շատ superfood հասկացողություն ունի, ինչի՞ չէ գատնամթերքի յուղը։
Եվ իդեպ ասեմ գատնամթերքի յուղը վերջին հետազոտություններում բարձրաբանվել է, որ ինքը ծրական թեր ունի գլուկոզի մետաբոլիզմի հետ կապված։ Նամանավանդ ինքը բարելավում է ենթաստամոքսային կեղծի բետա բջիջների ակտիվությունը։ Այսպես ասած, ուրեմն ինքը բարենպաստ ազդեցություն ունի բարելավելու գլուկոզի մետաբոլիզմը, ինչի՞ չէ երկրորդ տիպի շաքարային դիաբետի վիճակը բարելավման կամ այս վերջին տարիներում էլի ենթատասկա կամ նախադիաբետ կոչված հանգամանք կամ հիվանդություն կամ իրավիճակ կա, ոնց կբարձրաբանեն մեր էնդոկրինոլոգները, որը կարող է տևի 5-ից 10 տարի, նախքան դիաբետ լինելը նախադիաբետ հասկացողություն կա։ Այդ դեպքում էլ ինքը կանխարգելի այս վիճակը նախադիաբետից անցնել դիաբետի, երկրորդ տիպի շաքարային դիաբետի։ Սնունդից խոսեցիք, ընդհանրապես վիտամին D-ն որ ժամին կարելի է օգտագործել, որովհետև հակասական կարծիքներ են, ոմանք ասում են առավոտյան, ոմանք երեկոյան, եւ ինչպիսի սնունդ օգտագործել։ Տեսեք, այս հարցին պատասխանը երկու գոմ ունի, մեկ առաջինը եւ իր լրացուցիչ երկրորդը։ Եթե դեսական ցեով լրիվ բացարձակ ցեով պիտի խոսանք վիտամին D-ի ներծծման համար աղիներում, ոնց ասեցի, ջարբոտ, յուղոտ, սնունդը պետք է։ Եվ հետո ներքին ֆակտորները։ Իսկ ժամանակի առումով նախընտրելի է, որ ընդունվի օրվա առաջին կեսին, այլ էսի չի խանգարի իր ներծծումը, այլ կարող է ինչ-որ փոխհաստեցություն լինի, մի հատ հորմոն, որը կոչվում է մելատոնին, եւ խանգարումներ լինի քունի հետ կապված։ Անշուշտ մենք այստեղ քունի հետ կապված մելատոնինի հետ ընդհանրապես քունի որակը գոյություն ունի, ոչ թե մենակ քունը, այսինքն տվյալ բուժարուն կարող է ասի, ես նորմալ քնում եմ, նորմալ կարող է քնի, բայց ինքը քունի որակը բարելաված չլինի կամ վատ քունի որակով։ Նույնն էլ կախված է հենց սուրճ խմելու հետ։ Օրվա երկրորդ կեսին կամ 6-ից հետո սուրճ խմելը կարող է դարիներ բուժարուն չի ըսկա քունի ժամերի հետ կամ քունի, բայց քունի որակը խանգարված կլինի։ Հիմա այստեղ ես թույլ տվեք մի հատ ուրիշ բան ավելացնեմ վիտամին D-ի ընդունման հետ, շատ տարածված կարծիք կա, որ անպայման օմեգա 3-ի սապլեմենտների հետ պետք է ընդունվի։ Բարդաթիր պատճառ չէ, որտեղ այսպես ասած ֆարմակոկինետիկ հասկացողության, այսինքն հենց այս դեպքում ներծծումի հետ կապված ազդեցություն չունի։ Հերիք է ջար պարունակող ճաշի հետ ընդունենք մենք վիտամին D-ն եւ բավարար է։ Բայց այստեղ նրբություն կա, այսինքն վիտամին D-ն եւ օմեգա 3-ը իրենք ֆարմակոդինամիկ, այսինքն աստման մեխանիզմով իրենց բուժական ազդեցությամբ մարմնի մեջը որպես հագապորպոկային, որպես հագաօքսիդանտ, որպես իրենց նախադիաբետիկ ազդեցությամբ դիսլիպիդեմիայի առումով բարելավող ունեն իրար ցեկցերքի բռնած բարելավող ազդեցություն։ Էդի կարող է, բայց չի խանգարի եւ բարդաթիր չէ։ Բայց դե դժվար էլ կլինի մեկ օրվա մեջ եւ վիտամին D օգտագործել եւ օմեգա 3 առանձին։ Ես ասեցի բարդաթիր չէ, այսինքն եթե պետք է օգտագործի, օքեյ, շատ լավ է, այսինքն որևէ խանգարող հանգամանք չկա, կարող եմ միասին խմել, այսինքն վիտամին D-ն, օմեգան կարող են, բայց բարդաթիր չէ, այսինքն վիտամին D խմողը օմեգա 3 խմի անպայման, կամ վիտամին D խմածածանը անպայման վիտամին K2 խմել։ Անշուշտ կա շուգային պրեպարատներ, ինչ որ վիտամին D-ի ցածր թեղաչափերով 1000, 2000, հետը զուգակցված վիտամին K2 75 կամ 100, օքեյ, նախընտրելի է, կարող են խմել, բայց ոչ երկար ժամանակով կամ ոչ մասնագետի խորհրդակցությամբ։ Օմեգա 3-ը վիտամին D-ի հետ միաժամանակ են, ընդունում թե որոշ ժամանակ անց։ Չէ, կարող են ընդհանրապես որևէ խնդիր չկա միասին ընդունելու մեջ։ Բայց այդ հանգամանքը, որ բարդաթիր է, չէ, պայման չէ, բարդաթիր չէ, այսինքն կարող են խմել։ Վիտամին D-ն արյան բարձր ճնշման հետ կապ ունի։ Նայեք, շատ հետաքրքիր հարց կա, վերջերս շատ հետաքրական ուսումնասիրություն կար։ Հետո մենք կլինիկական ֆարմակոլոգիայի մեջ եւ ընդհանրապես բուժության մեջ պարադոքս հասկացողությունը կա, որ այսինքն մեկ ուղղությամբ կարող է երկու տարբեր իրար հագասող ազդեցություն գոյություն ունի։
Ուրեմն ասեմ վիտամին D-ի բագասով հիվանդների մոտ դեսել են որ արյան ճնշման բարձրացում է նկատվում եւ այդ բագասը լրացնելու դեպքում դեսել են ինչ որ բարելավում բայց ելի եմ ասում որպես ես իրազեկման խորհուրդ չի կարելի ճնշման դեպքում եթե ճնշում ունենք եւ վիտամին D-ն ցածր է մենք վստահ ենք մենակ վիտամին D կամ բարձր վիտամին D ունենք եւ հրաժարվենք բժիշկի նշանակած հագակերճնշումային թեղերը բացի դրանից ուրիշ մի հատ ուսումնասիրություն կա որը կարող է մի քիչ հագասի բայց եթե մի քիչ խորը քիդական ձևով մտածենք կարող ենք իրանք երկուսը իրարմից անջատված լինի վիտամին D-ի բարձր թեղաչափերի ներմուծումը կարող է ինչ-որ բերի արդեն անոթների հետ կապված խնդիրներ կամ քեր դոզավորումների ժամանակ եւ ճնշումի բարձրացում կախված հիմնականը վիտամին D բարձր եւ հիպերկալցիեմիա Այսինքն այստեղ էլի շատ կարևոր է խիստ հսկողությունը ինքնաբուժությամբ չսպառվելը եւ միշտ փորձել եթե վիտամին D պիտի ընդունենք բարձր թեղաչափերով չընդունել Վիտամին D-ն երիկամի քարերի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ։ Միանշանակ կարող է այդ հիպերկալցիեմիայի հետ կախված, բացի դրանից խնդիրներից մեկը որ երիկամային անբավարարության ժամանակ վիտամին D-ի խնդիրներ կարող առաջանալ եւ երկրորդային հիպերպարաթիրոիդիզմ կամ հիպեր երկրորդային բայց հարվանացև կեղծեի ֆունկցիայի խթանում կարող առաջանալ այսինքն էլի շատ կարևոր է այստեղ անալիզը վիտամին D-ի կալցիումի երիկամի ցուցանիշների որը կկատարի տվյալ մասնակետ բժիշկը նեֆրոլոգը եւ զգուշ օգտագործումը հետո քանի երիկամային անբավարարություն ասեցիք մենք ես մի քիչ առաջ ասեցի վիտամին D-ն ակտիվանալու համար երկու փուլով է անցնում սկիզբը կամ ներմուծվում է, այսինքն մենք խմում ենք կամ արևայրուգի միջոցով, մաշկի միջոցով։ Անցնում է լյարդով, ուրեմն այստեղ պետք է առողջ լյարդ եւ խոսում ենք պոտենցիալ ինչ որ փոխհաստեցություններ լյարդի հատվածում ինչ որ տեղերի հետ։ Երկրորդը երիկամ, առողջ երիկամ, որբեսի ակտիվ ամենաակտիվ ցևին անցնի։ Գոյություն ունի հիմնական մեր վիտամին D3 կոլեկալցիֆերոլ պրեպարատը ամենաշատ տարածված օգտագործվող, բացի դրանից գոյություն ունի հենց այդ վիտամին D-ի ակտիվ ցևը, որը երիկամի նյութափոխ մետաբոլիզմ անցնելուց հետո անցնում է այդ կալցիտրիոլ ցևը։ Եթե երիկամային անբավարարություն կա եւ դվյալ մասնակետը նեֆրոլոգը կամ թերապևտը որոշեց, որ արդեն պետք չի ծանրաբերել երիկամը կալցիտրիոլ ցևով ներմուծում է օրգանիզմ Բայց նրանք ովքեր արդեն երիկամում քարեր ունեն կամ կա հակվածություն, ռիսկի գոտում են, չպետք է օգտագործեն վիտամին D։ Վիտամին D-ի ակտիվ ցևը, եթե երիկամային խնդիրներ կա անբավարարություն, իսկ քարեր կա արդեն ուրիշ հարց, երիկամային քարերը, որը անցած է կամ առաջացած է հիպերկալցիեմիայից, այդ դեպքում արդեն վիտամին D-ն ընդհանրակը հագարակ քայլեր պետք է առնվի եւ բուժական մեթոդներ ստեղծվի։ Վիտամին D-ն նաեւ արիթմիայի պատճառ կարող է հանդիսանալ։ Նայեք, այստեղ խոսում ենք արիթմիա եւ ահագին պատճառներ։ Հիմնականը այս դեպքում մեզ գուշի էլեմենտների խախտումը։ Այս առնչությամբ արիթիոլոգ, կարդիոլոգները իրենց մասնակցությունը ես չեմ սիրում մի մասնակցության մեջ առնչվի, բայց այստեղ վիտամին D էլի խոսում ենք հիպերկալցիեմիա եւ պոտենցիալ էլեմենտների խախտում կալցիումի բարձրացման հետևանքով խոսում ենք նատրիումի եւ պոտասիումի, կալիումի խախտում եւ պոտենցիալ արիթմիաներ կարելի է, բայց էլի վիտամին D եթե բարձր դոզաներով եւ արյան մագարտակը արդեն տոքսիկ կամ թունավոր հատվածում անալիզի մեջ երևա այդ դեպքում ընդհանրապես լինում է։ Ամեն դեպքում որ օրգանների հիվանդություններն է կանխում վիտամին D-ն եւ հակառակը ինչ հիվանդություններ կարող է առաջացնել։ Ամենահեշտից սկսենք, ինչ հիվանդություններ կարող է առաջացնել վիտամին D-ն
եթե նորմալ քանակներով չի ընդունվում, կերդոզավորում լինում եւ արյան մեջ իր մագարտակը բարձր է, հիպերկալսեմիա եւ խախտում կալցիումի հետ կապված, որը առաջինը ոնց ասեցիք մի քիչ առաջ, երիգամային քարերը կարող է ճնշում բարձրացում, հետո այդ սիմպտոմային հիպեր վիտամին D-ի խնդիրները կարող է առաջանալ, շադամիզություն եւ շատ հանգամանքներ, հետո կալցիումը բարձրացավ, խախտում այդտեղ մագնիզիում, մգանային բրգումներ կարող է առաջանալ նույնիսկ, մենք գիտենք մգանային բրգումը հիմնական կալցիում մագնիզիումի բագասից, բայց էլի կարող է այդպիսի բան լինել։ Իսկ ամենակարևորը մենք որ գիտենք վիտամին D-ի բագաս կարող ենք խոսել այսօրվանից մինչև վաղը։ Բոլոր օրգան համագարկների հիվանդությունների համար շատ կարևոր է վիտամին D-ի քոյությունը։ Եվ նախկինում եթե գաբում էին վիտամին D եւ մենակ ոսկրային հյուսված եւ կալցիում, այս օրերում արդեն վիտամին D-ն ոնց ասեցի նախահորմոն է եւ մտնում է բոլոր տեսակի, բոլոր օրգանների, նախ եւ առաջ բոլոր օրգանների հյուսվածներում գոյություն ունի վիտամին D-ի ռեցեպտորներ եւ վիտամին D-ն այդ ռեցեպտորների վրա աստելով, բարենպաստելով կնպաստե շատ մը գենսունակ ակտիվությունների ֆունկցիաների բարելավմանը եւ կանխարգելման որևէ պաթոլոգիական վիճակների։ Ինչպիսին են, այսպես ասած կնպաստի վահանացև կեղծի նորմալ աշխատանքի, շատ կարևոր է վիտամին D թերը բացի ոսկորից հենց մգանային հյուսվածների, սիրտանոթային համագարքի, ուղեղի զարգացման, ստերոիդային հորմոնների, ինչպիսին են տեստոստերոնը եւ իր ֆունկցիան, աշխուտ մենք տեստոստերոնի մասին եթե խոսենք, չենք խոսում մենակ արագան իրեն փնույթի կամ արագան հորմոն տեստոստերոնը, որը շատ կարևոր է վերջերս, տեստոստերոնի քոյացությունը կամ ոչ պակասը սիրտ անոթային համագարքի հիվանդությունների կանխարգելման մեջ։ Այսինքն ինքը վիտամին D-ի նորմալ քանակը հրաշալի նյութ է, որպեսզի ապահովի մեր օրգանիզմի նորմալ ընթացքը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Մենք զրուցում էինք կլինիկական դեղագետ Նարեկ Վարժապետյանի հետ։